Բարի լույս, սիրելի հեռուստատեսներ, առաջին ծրագիրը սկսեց իր աշխատանքը ATV ուղիղ եթերում, ձեզ համար իհարկե այս առավոտ Արևն է, Սոնան, Սուրենը եւ ժպիտները, այնպես որ բարի լույս բոլորին։ Բարի լույս, սիրելի Սուրեն, բարի լույս, սիրելի հեռուստադիտողներ, այո, առաջին ծրագիրը սկսում է իր ընթացքը, մենք ձեզ համար պատրաստել ենք շատ հագեցած, շատ գեղեցիկ եւ շատ հետաքրքիր եթեր, այնպես որ հարմար տեղավորվեք էկրանների առջև։ Իսկ ես նշեմ, որ այսօր արդեն մայիսի 7-ն է, օրը չորեքշաբթի։ Այո, մայիսի 7-ն է եւ իհարկե համաշխարհային գիտության եւ տեխնիկայի պատմության մեջ մտել է իբրև ռադիոյի օր։ Այսօր ռադիոյի օրն է 1895 թվականին հենց այդ օրը ռուս գիտնական ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը ներկայացրեց իր ստեղծած աշխարհում առաջին ռադիոընդունիչը եւ հաստատեց առաջին ռադիոկապը։ Հայաստանի ռադիոն իր հեռարձակումները սկսել է 1926 թվականին։ Շնորհավորում ենք ռադիոյում աշխատող բոլոր մեր ընկերներին, գործընկերներին եւ իհարկե նրանց, ովքեր ստեղծել են ռադիոյի պատմությունը Հայաստանում, շարունակում են այդ ավանդույթները եւ իհարկե ներկայացնում են արդեն ավելի նորովի, թարմացած եւ տեսանելի այսուհետ, չնայած ինձ համար ռադիոն տեսանելի մի փոքր չի մտնում իմ իրականության մեջ, որովհետև ձայնի ուժը միևնույն է ավելի հզոր է, քան երբ արդեն ձայնի ուժը ռադիոյում խառնվում է ոչ որակյալ պատկերի հետ։ Միանալով քո բոլոր շնորհավորանքներին, ես իհարկե նաև ուզում եմ ավելացնել բոլոր այն մարդկանց, ովքեր լսում են ռադիո մինչև այսօր, որովհետև այս տոնը նաև իրենց տոնն է, որովհետև եթե չլիներ ռադիոն, չէին լինի իրենց շատ հետաքրքիր հաղորդումները, տեղեկացվածությունը, որը վերցնում են ռադիոից, եղանակի տեսությունը, որը ռադիոն է առաջինը հայտնում եւ շատ մարդիկ տեղեկանում են հենց այդպես։ Այնպես որ շնորհավոր այս հրաշք աշխարհի բոլոր այն մարդկանց, ովքեր եւ ստեղծողն են եւ սպառողը։ Իդեպ շատ հետաքրքիր աշխարհ, որտեղ միայն ձայնի շնորհիվ կարողանում ես տրամադրություն ստեղծել, ձայնի շնորհիվ կարողանում ես ընկերներ ստեղծել, կարողանում ես ներկայացնել այն ամենը, ինչը այդ պահին տեսանելի չէ, բայց իհարկե քո ձայնի եւ քո ինտոնացիայի շնորհիվ ռադիոլսողը կարողանում է ունենալ իր պատկերացումը։ Սոնա ռադիոյի հետ իմ շփումը եղել է առաջին անգամ 2004-2005 թվականին FM 100-ում, երբ որ ես եւ Կարինան Դանելյան միասին վարում էինք Խառնաշփոթ ծրագիրը եւ ասեմ, որ ինձ առաջ այդ փոքրիկ նշումներից հետո կամաց ձևավորվեց իմ տեսլականը ռադիոյի հետ կապված այդ հզոր ու շատ հետաքրքիր աշխարհում։ Դե նաև քո տոնն է, սիրելի Սուրեն, շնորհավորում եմ նաև քեզ եւ իհարկե այս տոնին դեռ կանդրադառնանք այսօր, կունենանք շատ հետաքրքիր հյուրեր եւ կխոսենք ռադիոյի մասին, բայց հիմա շարժվելով առաջ նշեմ, որ 19-ամյա դերասանուհի Ադրինե Աջեմյանը կներկայացնի Հայաստանը Միս աշխարհ հեղինակավոր միջազգային գեղեցկության մրցույթում։ 3 տարուց ավելի ընդմիջումից հետո Հայաստանը վերադառնում է Միս աշխարհ գեղեցկության մրցույթին։ Այս տարի համաշխարհային գեղեցկության մրցույթը 72-րդ անգամ կանցկացվի Հնդկաստանում, Թելանգանա նահանգում։ Աջեմյանը սովորում է թատրոնի պետական ինստիտուտում, նա վճռականորեն տրամադրված է պատվով կատարել իր առաքելությունը, լավագույնս ներկայանալ այս հեղինակավոր բեմում, հայկական մշակույթն ավելի ճանաչելի դարձնելով։ Ադրինեն ելույթ կունենա հայ նորաձևության դիզայներ Գևորգ Շադոյանի կարած գեսներով, ինչպես նաև կպարի Սերոջա Բաղդասարյանի Մուսա Լերան Դապկի ստեղծագործության երաժշտության ներքո, հագնված ազգային հայկական տարազով։ Մրցույթը տեղի կունենա այս տարի մայիսի 7-ից մինչև մայիսի 31-ը եւ դրան կմասնակցեն 130 երկրների ներկայացուցիչներ։ Այս մրցույթի եզրափակիչը սովորաբար դիտում է մոտ 200 միլիոն հեռուստադիտող ամբողջ աշխարհում։ Այն աշխարհի ամենաճանաչելի շոուներից մեկն է։ Այո, դե մաղթենք հաջողություն մեր։ Acting taught me that every role, like every stone of the Vartnath Cathedral, has a purpose. This 7th century UNESCO treasure reminds us that even broken beauty can inspire, if you dare to rebuild with hope. Armenia's soul shines brightest here at Holy Echmiadzin. The world's oldest cathedral, faith, art, and the resilience flow in our blood. As an actress, I am honored to share my nation's voice, a voice that's echoed for millennia through our mountains, monasteries, and the warm hearts of our people. To me, Miss World isn't just a crown, it's a bridge that connects Armenia's wonders to the world. Through my acting or simply by being human, I will walk this bridge with love, kindness, and the strong spirit of my nation that turns servile into beauty. Thank you and see you soon.
Այո, հաջողություն մաղթենք մեր գեղեցկուհուն եւ այսօրվանից փաստորեն մեկնարկում է մրցույթը եւ սպասենք հրաշալի գնահատանքի եւ արդյունքի, այո։ Դե նաև տեղափոխվենք այնտեղ, որտեղ ստեղծվում է, չգիտես, նորաձևություն է այնտեղ, թե պարզապես խելահեղություն է, բայց կա մի իրադարձություն, որ կոչվում է Meet Gala, որտեղ իհարկե ներկայանում են համաշխարհային աստղերը իրենց անհավանական եւ խելահեղ հագուստներով։ Երևի թե ավելի շատ հենց այդ հագուստները ցուցադրելու վայրն է սա։ Նյու Յորքի մետրոպոլիտեն թանգարանում կայացել է հանրայինի Meet Gala-ն, ամենամյա միջոցառումը, որին հյուրերը ներկայանում են թեմատիկ հանդերձանքներով։ Թեման ներշնչված էր Մոնիկա Միլլերի Sleeves to Fashion գրքից, ցուցադրությունը բաղկացած էր 12 բաժիններից, որոնք ընդգրկում էին տարբեր թեմաներ՝ սեփականություն, ազատություն, գեղեցկություն եւ այլն։ Ներկայացնելով սևամորտների ոճի էվոլյուցիան, սկսած 18-րդ դարից մինչև մեր օրեր, տարվա ամենակննարկվող աստղը իհարկե Ռիհանան էր, ով առիթն օգտագործեց երրորդ հղիության մասին հայտարարելու համար։ Իդեպ ես նշեմ նաև, որ քիչ առաջ տեսանք Քենդլ Ջեներին եւ Հեյլի Բիբերին, իրենք էլ ամենակննարկվողների շարքերում են, թեպետ հղի չէին, բայց նորաձևությունը նաև իրենցից է դուրս գալիս, հատկապես Հեյլի Բիբերից, ինքը շատ ուշադիր եւ շատ հետեւողական է իր ոճի նկատմամբ։ Դե, չգիտեմ, խելահեղ են մտքերը այն, որ իրանք իրականացնում են հենց այս Meet Gala-ի ժամանակ աստղերը, թե ոչ, բայց մի քիչ արդեն չափն անցնում են։ Դուա Լիպան իր ընկերոջ հետ։ Այո։ Շատ լավ է, ապրեն իրենք, ես կարծում եմ, որ եթե Հայաստանում անցկացվեր, օրինակ ինչ կլիներ Meet Gala-ի անունը։ Դժվար է ասել Սուրեն։ Ահա։ Ամեն դեպքում ես կարծում եմ շքեղ է եղել երեկոն եւ իհարկե շատերի զգեստներն են քննարկվել, Ռիհաննայի կարգավիճակն է քննարկվել, այդ կարգավիճակով իր գրած զգեստն է քննարկվել եւ իհարկե խորհրդանշական էր երեկոյի այն տարբերակը, երբ ազատությունը, սեփականությունը եւ տարբեր թեմաները մեկտեղել էին եւ ներկայացրել էին հագուստով, կարծում եմ սա շատ խորհրդանշական էր։ Դե մեր մոտ էր խորհրդանշական, որովհետև հենց երեք, հենց այդ Meet Gala-ի ընթացքում էր շատ խելահեղ անձրև եկավ եւ ամեն ինչ լվաց եւ ուսանք փակվեց անձրևների թեման գոնե այս շաբաթ։ Այս շաբաթ այո, բայց երկուշաբթի վերսկսենք նորից։ Ինձ դուր է գալիս Քոեն։ Վերջին զանգի ուսուցչուհու կերպար։ Դե հիմա Սոնա ջան, եթե Ստիվ Ջոբսն այդպես ասում, ինչ կարող ենք անել։ Եկեք հասկանանք ինչա կատարվում մայրաքաղաքում։ Եվ այսպես այս բայդրությամբ բավականին խցանված են փողոցները, ինչպես նկատում եք Միասնիկյան իջնող հատվածում ամբողջությամբ խցանում է, Սարալանջը բոլոր լանջերով խելահեղ խցանումների մեջ է, փոքր կենտրոնում անհասկանալի ինչ է կատարում, որտեղ այստեղ մեքենաները տեղ ու տարապ չունեն եւ ամեն ինչ խցանված է։ Խցանումներ կան Պարոնյան փողոցում, Աթենքի պողոտայում, խցանում կա Բարեկամություն մետրո բարձրացող հատվածում, Կիևյան կամուրջը երկկողմանի խցանված է, Բաղրամյան իջնողը խցանված է, Կոմիտասի պողոտան երկկողմանի, Դավթաշենի կամուրջը, այնուհետև Վաղաշ-Վաղաշյան փողոցը նույնպես խցանված է։ Հալաբյան Եղվարդի խճուղին խցանված են։ Ներքևում վթար կար։ Այո, Իսակով պողոտայում կա վթար, որի հետևանքով մի ամբողջ երկարության փողոցը ամբողջությամբ խցանված է։ Երևի թե սա է առավոտյան այն պատկերը, որը մեր մայրաքաղաքի փողոցներն են ներկայացնում, երրորդ մասի մասին չենք խոսում, այնտեղ ամեն ինչ խցանված է բավականին արդեն սիստեմատիկ կերպով, նույնը կարծում նաև մասիվի հատվածում է, այո, Գայի պողոտայում եւ Մոլդովականում նույնպես կան խցանումներ։ Դե սա է այս առավոտ պատկերը, ես համոզված եմ, որ մեղավորը ոչ թե հոլիվուդյան աստղերն են, որոնք փողոցներում են, այլ մեղավորը այն է, որ նրանք չեն դիտում ներ ծրագիրը եւ շուտ են դուրս գալիս։ Եվ որpիսի մենք հասկանանք, թե համեղությունը որտեղ է սկսում, տեղափոխվենք հենց համեղության թագավորություն։ Բարի լույս, շատ սիրելի Ադրինե։ Բարի լույս սիրելիներս, բարի ողջույն, բարի առավոտ իմ թանկագին հեռուստադիտողներ, միացեք մեզ առաջին ծրագրին, որպեսզի իմանաք օրվա բաղադրատոմսը։ Սիրելիներս, այսօր առաջարկելու եմ շատ համեղ, բոլորիս կողմից շատ սիրված պիցայի տարբերակ, բայց այն հետաքրքիր է իր արագ պատրաստման եղանակով եւ իհարկե այնքան քիչ գործ կա անելու, որ շատ այսպես ինքդ էլ է զարմանում, ոնց կարելի է այս արագության մեջ պատրաստել համեղ պիցա։ Ինչ է հարկավոր այս պիցան պատրաստելու համար։ Սիրելիներս, բնականաբար պիցայի համար բոլորս նախընտրում ենք մեր սիրելի մթերքները, կամ հավի կրծքամսով, կամ
ինչու ոչ հորթի փապկամսով կամ պարզապես երշիկեղենի տեսականիով։ Ես այսօր հենց դա եմ ընտրել, մենք այստեղ ունենք բժշկական երշիկ, որը քիչ հետո ես քերիչով կանցկացնեմ, ունենք պղպեղ, կանաչ պղպեղ եմ ընտրել, 2 լոլիկ ունենք, այստեղ սունկ ենք օգտագործելու, մեր գործընկերոջ կողմից առաջարկվող սունկ ունենք եւ իհարկե կանաչիներ ունենք, վերջում լցնելու ենք մեր այս համեղ ուտեստի վրա եւ իհարկե պանիրը բնականաբար պանիր պետք է շատ առատորեն օգտագործենք եւ այստեղ դուք տեսնում եք տոստի հացիկներ։ Ահա ինչու՞մն է կայանում մեր պիցայի պատրաստման հեշտ եւ շատ այսպես համեղ տարբերակը ինչու՞մ է կայանում, հենց այս տոստի հացերի մեջ է։ Սիրելիներս, խմոր չենք պատրաստելու, չնայած եթե ցանկություն ունեք խմորով պատրաստել եւ ցանկություն ունեք, որ դա շատ արագ տեղի ունենա, մենք պատրաստում ենք ամենապարզ տարբերակը՝ խմոր, ջուր եւ ալյուր։ Բայց այսօր ավելի եմ հեշտացրել մեր գործը, պատրաստելու ենք տոստի հացերով։ Սիրելիներս, ես կամաց կսկսեմ իմ աշխատանքը, հիմա դադար է լինելու մեր եթերում, հետո միասին կշարունակենք։ Շարունակում ենք մեր ծրագիրը բարի լույս եւս մեկ անգամ բոլորին եւ իհարկե այս առավոտը սկսեցինք միասին արևով ու ժպիտներով համոզված եմ ողջ օրն այդպես էլ շարունակվելու է որպես որովհետեւ ինչպես խոստացել էին հիդրոմետից այո առաջիկա մի քանի օրը արևներ են ջերմություն ու լավ տրամադրություն դե սկսել առավոտը ժպիտով շատ կարեւոր է բայց ավարտել երեկոն ժպիտով նույնպես անհրաժեշտություն է այս հարցում մեզ օգնում է նաեւ Իջևանի գինու գործարանը ներկայացնելով ռոզե բրիզ փրփրուն գինին որը համոզված եմ հիանալի համադրություն կլինի երեկոյան ձեր ընկերական հավաքույթի ժամանակ։ Իսկ առավոտ անպայման սկսեք կատնամթերք օգտագործելով անարատ կաթից պատրաստված կատնամթերք, ինչպես նաև պանիրների լայն տեսականի առաջարկում է Elola ընկերությունը։ Զգացեք բնական կաթի համը Elola-ի հետ միասին։ Այո, զգացեք ժպիտներն ու տրամադրությունը մեզ հետ միասին եւ այն ամենը, ինչը մենք առաջարկում ենք ձեր ուշադրությանը, չէ՞ Սոնամ։ Այո, եւ հիմա էլ մեր ամենահետաքրքիր էջերից մեկն է լինելու մեր եթերում, ուր գնալ մեր շացիելի գործընկերը Արթուրը մշտապես այս էջի օգնությամբ հուշում է մեզ ուր գնալ, իսկ այսօր չորեքշաբթի է եւ հիանալի առիթ է լավ եղանակն օգտագործել ու կտրվել քաղաքի աղմուկից։ Գնանք մեր էջի հետքերով եւ տեսնենք թե Արթուրը այսօր ինչ է առաջարկում։ Դե ինչ, մեր բացահայտումները Գյումրիում սկսված են։ Սիրեմ Գյումրիս, խելռիմ Գյումրուս համար։ Վարպետաց փողոցը իմ ամենասիրելի փողոցներից մեկն է, եթե ոչ ամենասիրելին։ Այստեղ կողք կողքի իրար մոտ գտնվում են Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի, Մհեր Մկրտչյանի տուն թանգարանները, բայց մի հաղորդումը 2, նույնիսկ 3-4 հաղորդումները քիչ են ամբողջ Գյումրու կոլորիտը նիստ ու կացը ցուցադրելու համար։ Մենք 2 հաղորդում նվիրելու ենք Գյումրիին, բայց տուն թանգարաններ դեռ կվերադառնանք։ Գյումրին այն եզակի քաղաքներից է, որտեղ փողոցով քայլելը դառնում է ճամփորդություն տարածությունից ու ժամանակից դուրս։ Քայլում ես հին շենքերի կողքով ու զգում ես, որ այստեղ ամեն մի քար իր խորհուրդն ունի։ Գյումրիում պատշգամբները մարդկանց պես են, ոմանք մենակ են, լուռ, մոռացված, իսկ ոմանք այնքան լի են կյանքով, որ քեզ թվում է, թե մի պահ կկանգնեցնեն ու կասեն, «Էսուր կերտաս, ապ ջան, մեր օպեմ կայինի անեկդոտ եմ պատմեմ, նոր կերտաս»։
Ու հենց այստեղ ես հասկանում, որ Գյումրու հմայքը ոչ միայն փողոցներում է, այլ նաև վերևում։ Եթե ուզում ես տեսնել այս քաղաքը, միայն մի նայիր առաջ, այլ նայիր վերև, որտեղ պատշգամբներն են իրենց հին ու հարազատ աչքերով։ Իսկ սա հայտնի Եռանկյուն ֆիլմի հայտնի պատշգամբն է ու առհասարակ Գյումրիում պատշգամբներն ուղղակի ճարտարապետական տարրեր չեն, դրանք Գյումրու զգացմունքային հիշողություններն են, որոնք չնայած օդի մեջ կախված են, բայց ամուր կպած են հողին։ Գյումրիում թանգարանները շատ են, բայց կա մի թանգարան, որը տարբերվում է բոլորից ու կոտրում է բոլոր կարծրատիպերը։ Բարի գալուստ իլյուզիաների թանգարան։ Իլյուզիաների թանգարանը այն վայրն է, որտեղ գիտությունն ու զվարճանքը միաձուլվում են։ Սա պրանքսինոսկոպ է, հին ժամանակներում սրանով են անիմացիա ու ֆիլմ ստեղծել, ինչում է գաղտնիքը, այսպես եթե պտտենք, այս հայելու մեջ կստանանք շարժվող կադրեր։ Տեսար Սերժո, վերջապես դու էլ երևացիր կադրում։ Մարդիկ կտեսնեն, թե ինչքան սիրուն, սիմպաթիչնի օպերատոր կա։ Այս ինչքան շատ ենք։ Ուր գնալ։ Դե իհարկե իլյուզիաների թանգարան, չէ՞ որ կյանքը ինքնին իլյուզիա է։
Բարի առավոտ իմ սիրելի հեռուստադիտողներ, ահա տեսակ որքան սիրուն բաներ տեսանք եւ բացահայտեցինք միասին։ Հետևեք մեր հաղորդմանը եւ մեր էջերին։ Սիրելիներս, ես ասեմ, որ այսօր պատրաստում ենք շատ համեղ պիցցա։ Իսկ դրա համար մեզ պետք է մի քանի մթերքներ։ Ես եւս մեկ անգամ կկրկնեմ օրվա բաղադրատոմսը, որովհետեւ կարող է կան մարդիկ, որ հենց նոր միացան մեզ։ Սիրելիներս, այսօր շատ հետաքրքիր եւ ավելի արագ, այսպես շատ դինամիկ պատրաստվող պիցցա եմ առաջարկում տոստի հացով։ Հիմքը լինելու է տոստի հացը, ես քիչ հետո արդեն դասավորությունը կտամ եւ դուք կհասկանաք, թե ինչ է լինելու։ Այսինքն խմորի փոխարեն մենք պատրաստի հացն ենք օգտագործելու։ Եվ այստեղ բաղադրիչներից մեզ պետք է լինելու բժշկական երշիկ։ Ես սա եմ ընտրել, դուք ձեր նախասիրությամբ ունենք կանաչ պղպեղ, ունենք լոլիկ, ունենք սունկ, սունկն էլ ձեր նախընտրությամբ կամ պահածոացված կամ օրինակ թարմ վիճակում եւ իհարկե կանաչիներ, որը օգտագործել ենք դե վերջում։ Իսկ ամենակարևորը պիցցա, այսինքն պանիր ենք օգտագործելու, իսկ պանիրը օգտագործելու ենք բնականաբար մեր գործընկերոջ առաջարկը եւ Էլոլա Ապրանքանիշի սուլուգունի տարբերակը, որը շատ համեղ է, յուրաքանչյուր ուտեստին շատ համահունչ եւ մի բան եմ ուզում ավելացնել, մենք սրա մասին խոսել ենք, էլի ներկայացրել ենք, բայց ուզում եմ հիշեցնեմ, մենք ունենք նաեւ բաստուրմայով պանիր, շատ համեղ է, Ժողովուրդ ջան, Էլոլա Ապրանքանիչն է էլի ներկայացնում, անչափ համեղ, անչափ հետաքրքիր եւ յուրահատուկ։ Եվ կարծում եմ սեղանի զարդ կարող է լինել, երբ պանրի տեսականի հավաքում ես եւ ուզում ես մատուցել, սա շատ տեղին կլինի։ Այնպես որ նկատի ունեցեք, մենք այստեղ ունենք պանիր բաստուրմայով։ Ահա, այսպես ես կթողնեմ, որ դուք տեսքի հետ ծանոթանաք, խանութում հարցնեք, այնպես որ գնացինք առաջ։ Ինչ եմ արել մինչ այս պահը։ Սիրելիներս, մեր բժշկական երշիկը ես քերիչով եմ անցկացրել, ոչ թե կտրատելու ենք, այլ քերիչով ենք անցկացնելու, այսպես ավելի հարմար եւ հետաքրքիր է լինելու։ Ահա, ես մի մասը արդեն այստեղ պատրաստ եմ, մի մասը առայժմ թող մնա, եթե դրա անհրաժեշտությունը կլինի, ես էլի կշարունակեմ քերիչով անցկացնել։ Ահա, այստեղ ավելացնում եմ կտրատված սունկը, այս ընթացքում հասցրել եմ կտրատել այն։ Ավելացնում ենք սունկը եւ կտրատելու ենք կանաչ պղպեղը։ Հիմա կասեք, թե ինչու եմ ես ամբողջությամբ լցնում այս ամանի մեջ, կասեմ, որ այսօր ուզում եմ այս տարբերակով փորձենք, այս բոլոր մթերքները լցնենք ամանի մեջ, լավ խառնենք, այնուհետև լցնենք մեր հացիկների վրա։ Սովորաբար գիտենք մենք պիցցան պատրաստում ենք շերտերով ենք պատրաստում, ամեն մեկը մի շերտով, բայց այսօր մի փոքր տարբեր է լինելու։ Այսպես գնացինք առաջ։ Ես հենց հիմա պղպեղն եմ կտրատելու։ Այսպես։ Մթերքների ուրեմն ընտրությունը սիրելիներս շատ յուրովի է, դուք կարող եք ձեր նախընտրած մթերքներով պատրաստել այն ինչը որ դուք եք սիրում։ Այնպես որ այստեղ պարտադիր պայման չկա։ Ես պարզապես անում եմ իմ առաջարկը։ Այսօր ունենք կանաչ պղպեղ, լոլիկ, երշիկ եւ պանիր։ Բարակ շերտերով ենք կտրելու, սիրելիներս, այսպիսի բարակ շերտերով եւ ավելացնենք մեր այս մյուս մթերքների վրա։ Իհարկե քիչ հետո ես քերիչով կանցկացնեմ նաեւ պանիրը, էլի կխառնենք մեր մյուս մթերքների հետ ու կավելացնենք հացիկների վրա։ Այսպես, այսպես։ Ես դեռ չեմ խառնի, որպեսզի վերջում էլի տեսքը տեսնեք, այսինքն ավելի պարզ վիճակում տեսնեք մեր բաղադրիչները, այնուհետև կմիախառնենք։ Ես հուսով եմ այս տարբերակը կփորձեք, ինձ հետ կապի դուրս կգաք, կասեք Ադրինե ջան, շատ հեշտ էր, մենք էլ ենք փորձել, շատ հավանել ենք։ Ես հուսով եմ, որ ինձ նամակներ կգրեք, այնպես որ սպասում եմ, սիրելիները, սպասում եմ։ Ահա, մի փոքր այսպես խնայողություն չեմ անի, կանաչ պղպեղը շատ կօգտագործեմ, որովհետև պիցցայի մեջ կանաչ պղպեղը շատ յուրահատուկ համ է տալիս և շատ այսպես տեղին է լինում, այնպես որ
ես իմ գործը հիմա կշարունակեմ, սիրելիներս, դուք մնում եք մեզ հետ, որովհետև այս պահին դա թար է լինելու, հետո միասին անպայման կշարունակենք։ Բարի վերադարձ առաջին ծրագիր շարունակում ենք մեր եթերը եւ ինչպես արդեն խոստացել էինք ռադիոյի օրման նվիրված ունենք շատ հրաշալի հյուրեր։ Այո, հիանալի մարդիկ են մեր տաղավարում, մեր ընկերները, նաև գործընկերները եւ բնականաբար մարդիկ, ովքեր ռադիոյում են եւ նրանցից մեկը իմ տեղն է գրավել ռադիոյի։ Բայց չէ, այդպես չի, որովհետեւ հիանալի ընկերներս են ու պատրաստ են ռադիոյի տպավորությունով կիսվել մեզ հետ Սոնա Թումանյան եւ Կարեն Մոլիտվին։ Բարի առավոտ։ Բարի լույս սիրելիներ։ Ո՞նց եք։ Անտի շատ լավ, դուք ո՞նց եք։ Շատ լավ եք։ Ստեղ ո՞նց են ասում, շնորհակալություն հրավերի համար։ Չէ, դες բաներ չեն ասում։ Եթե տուն ես գալիս չեմ ասում։ Այո։ Շնորհավորում ենք ռադիոյի հետ կապված։ Այո։ Որտեվ դա մի ուրիշ տոն է եւ մի ուրիշ զգացողություն։ Հեռուստատեսություն, բայց ռադիոն ինքը արդեն մեկ այլ աշխարհ է։ Մի փոքր խոսենք հենց այդ ռադիոյի տոնի ու տպավորությունների մասին։ Ես սկսեմ։ Ես ռադիոյի կախարդական աշխարհ մուտք եմ գործել դեռ 11 տարեկանում, երբ հանրային ռադիոյի հատակը ճռճռում էր եւ երբ ռադիոյի մեծությունները այդ միջանցքներով առաջուհետ էին անում, ես զարմանում եի ովքեր են նրանք, ինչպես են ձայնով պատկեր ստեղծում, հետո ես դարձա նրանցից մեկը, երբ մանկապատանեկան խմբագրությունում հայտնվեցի ու առաջին տարին երբ ասացին, այսօր տոն է, ասացի փաստորեն այս մարդիկ տոնել են ունենում։ Հիմա անցել են տարիներ, 14 տարի է անցել ու այսօր մենք Կարենի հետ մեր ռադիո լսողներին ողջունել ենք իսկապես տոնական զգացողությամբ, որովհետև այդ հեքիաթի մի մասը լինելը արդեն կյանքի տոն է դարձել ինձ համար ու ես էլ շնորհավորում եմ բոլոր գոլեգաներիս, ուրախ եմ, որ Սուրենի հետ նույն եթերում եմ եղել ռադիո եթերում եւ հիմա Կարենը եկել է որպեսզի փոխարինի Սուրենին շատ գործընկերային տրամադրված։ Մի ամիս փոխարինել եմ արդեն։ Մի ամիս։ Ասում եմ, վայ ինչ լավ է, գնաց։ Չեմ հավատում, Կարեն, երբեք Սոնանտես բան չի կարող ասել։ Ապրեք շատ ճիշտ։ Սոնան ամեն ինչ ասեց, երևի։ Ես այն մարդն եմ, երբ ամենաքիչը կապ ունի ռադիոյի հետ, հա, անկեղծ, այսօր իդեպ լրացավ 1 ամիսը, որ ես աշխատում եմ ռադիոյում։ Աշխատավարձ դեռ չեմ ստացել, հա։ Ընդամենը մի ամիս աշխատում եմ ռադիոյում, անկեղծ ասեմ, կարող է դեռ չեմ գտել իմը, որովհետև 10 տարուց 15 տարի TV-ում աշխատելուց հետո TV-ի հետ կապ ունենալ, ուղիղ եթեր, տեսախցիկ, ուրիշ վիճակներ, տարբեր պրոյեկտներ, դեռ իմ մոտ առաջին տեղում է, ինձ ավելի շատ հարազատ է, ռադիոն ինքը ավելի նա ուրիշ աշխարհ է, Կախարդանք ավելի շատ է, Կարեն։ Ավելի թեթև, ավելի ուրիշ է, ավելի հանգիստ է։ Անվրնած Նա մանավանդ Սոնա հետ, Սոնան, գիտեք ինչ, չնայած ես ինչ եմ պատմում, դու լավ գիտես Սոնան ինչ ձևի մարդ է։ Սոնան, իդեպ կարող ենք երազանք պայել, Սոնան այստեղ նստած է։ Աշխատված։ Նայեք, Այդ մասին մի բայ։ Խաղաղություն։ Նայեք, Սոնան շատ գիտեք ինչ դեմք է, ես երբ որ ծանոթացա նրա հետ, հասկացա, որ նա շատ խելացի, կրթված, կարդացած մարդ ի տարբերություն ինձ, ինքը սիրում է շփվել շատ լուրջ գժական թեմաների շուրջ, ինքը կարա մետաֆիզիկայից հասնի մարքեթինգ, խոսի պարուսեվակից, հետո քաղաքականությունը շրջանցի, մի հատ գժական ֆիլմ հիշի, ռեժիսորի ինչ որ փոքրիկ բաց թողումից խոսի, որ ոչ մեկ չի նկատել, մի քանիսն են նկատել ու այդ ընթացքում հայտնում եմ ես եմ որ տենց Դե լավ, դե չափազանցնում ես։ Շատ լավ աշխարհի, դու ծանոթ ես դրանց։ Այո։ Լավ, ռադիոն ինքը միշտ հետաքրքիր է նաև իր կուրիոզներով։ Ես հիշում եմ մենք մի անգամ Սոնայի հետ մտանք եթեր, խոսեցինք կես ժամից ավել, հետո պարզվեց չենք սխմել այդ կնոպկին եւ մեզ ոչ մեկ չէր լսում։ Կարենը նույնը կրկնել է մոտ 2-3 օր առաջ։ Կարեն դες ստացվել արդեն։ Ոյ։ Պարզապես միկրոֆոնը այդ։ Այո, եւ մի անգամ էլ եղավ դեպ, երբ որ միկրոֆոնը միացրած էր, մեզ թվացել էր թե անջատված էր Եվ բոլոր ազնիվ եւ անկեղծ էմոցիաները դուրս օրդեցին։ Ոսկոր էիք լվանում, հա։ Այո, եւ այդ պահին կարծում եմ բոլոր լսեցին ու մասին էին լվանում ոսկորները։ Մի խոսքով այսպեսի բաներ կան, ձեզ հետ արդեն պատահել է, Կարեն։ Մեր մոտ քրքիջի բաժինն է շատ։ Քրքիջը։ Այո։ Սուրենի դեմքը։ Խնդուկների Այո։ շատ է, մենք կարող է օրինակ աստղագուշակից խոսենք,
սկսենք խոյից ու չկարողանանք շարունակել, որովհետև շատ խոյակապ տրամադրություն է սկսվում մեր մոտ, սկսում ենք խնդալ, չգիտեմ, պատճառները շատ են լինում, ինձ պատճառ պետք չի խնդալու համար, ինչպես տեսնում եք, մենք միայն յոգուրտ և պանդերիկ ենք այսօր արել, այնպես որ ամեն ինչ օքեյ է, տրամադրությունը միշտ է այսպես, Անտանելի է։ չմտածեք, ենք կամ, Երբեմն խմում է։ Այդպես երբ որ լինում է խմում։ Երբ որ լինում է խմում է։ Պարզ։ Լավ, նշեցիք, որ ռադիոն կախարդական աշխարհ է։ Ինձ հետաքրքիր է ինչն է ռադիոյի կախարդանքը։ Բաներ ասա։ Ինձ համար կախարդանքը ձայնով պատկեր ստեղծելն է, որովհետև ես հավատում եմ այդ ուժին, ես հավատում եմ, որ ինչ ձայնով ես խոսում եմ, այդպիսի ձայնով էլ մարդիկ պատկերը տեսնում են։ Եվ դրա մեջ եմ ես տեսնում կախարդանքն ու հեքիաթը։ Այն, որ մի մարդ մեքենայի մեջ նստած աշխատավայրում կամ ականջակալով լսում է ձայն եւ ինչ-որ բան է պատկերացնում, ինչ-որ ասոցիացիա է ունենում, այն ինձ համար դա հրաշք է։ Ինձ համար հրաշք է այն, որ մարդը ընտրում է արթնանալ հենց իմ ձայնի ներքո, Կարենի ձայնի ներքո, եւ կախարդանքային է, որ 2 ժամ շարունակ մարդը ալիքը չի փոխում։ Իսկ այդպես լինում է, Սուրենն էլ գիտի, հիմա արդեն Կարենն էլ գիտի, մարդիկ կան, որոնք միանում են մեզ եւ եթե երկար ճանապարհ ունեն անցնելու, այո, 2 ժամ շարունակ ձայնի հետ են անցնում։ Մեր օրերում կան տարբեր միջոցներ, կարելի է YouTube-ով հոլովակներ նայել, կարելի է Instagram-ը թերթել, բայց ես ինչն եմ կարևորում, որ ռադիոն դեռ իր տեղը եւ դերը չի զիջում։ Ասեմ ավելի, նույնիսկ ես օրինակ մտածում եմ, որ այո, ռադիոն անցնում է ինչ-որ երկրորդ պլան, սկսում է ռադիոյով չհետաքրքրվել, TV-ն է արդեն անցնում երկրորդ պլան, դե բոլորը սմարթֆոնների մեջ են, ինչ պետք է, արդեն TV-ով մենք չենք նայում, տանը չենք լինում, որ TV-ից օգտվենք, բայց արդեն իմ շրջապատում եմ տեսնում, որ մեծ ամասնությունը նույնիսկ որ սովորեն Bluetooth-ով կապնեն մյուզիք լսեն մեքենայում, չէ՞, բայց ռադիո են ման գալիս, ռադիո։ Ու Փարքաստում մենք շատ ռադիոկայաններ ունենք, մեկը մեկից լավը, տարբերվող, այդ շատ ողջունելի եւ շատ ուրախ եմ ես այդ առիթով, անկես որ մենք շատ ռադիոներ ունենք, այսինքն մեկը երկուսը չի։ Ու եթե շատ հետ գնանք, մեծ ոնց որ ես ու դենք ստեղ Սուրեն, այն ժամանակ կար մենակ ռադիո TV-ն է, որ օրվա մեջ 1 ժամ հնարավորություն եթե ունեիր կնայեիր ու ռադիոյով բոլորը սպասում էին ընդհանրապես մի բան գտնեին, եթե ունենային հնարավորություն նստեին, սեն շատ ուշադիր լսեն։ Հիմիկվա ռադիոն совсем другое, это լրիվ ուրիշ մի հատ level է։ Այո, կան իր դժվարությունները, կան տարբեր խնդիրներ։ Ես մենակ մի բանի հետ համամիտ չեմ ռադիոն, երբ որ ռադիոն դարձավ տեսանելի, որովհետև դա փչացեց ամբողջ հեքիաթը ռադիոյի մասին, որովհետև տեսանելի դառնալուն պես ռադիոն կորցրեց որակյալ տեսանելիությունը, որովհետև հնարավոր չի հեռուստատեսային պատկերով ստանալ ռադիոյում տեսանելիություն, եւ այդ վատ տեսանելիության դեպքում կորցրեց այդ ամբողջ հրաշքը, որովհետև Ուղղակի են դառնում ենք ապրում, որ դա կարծում եմ ինչ-որ բան համացանցով, ինչքան էլ հասանելի լինեն, համենայն դեպս ես հիշում եմ, երբ որ փոքր ենք ու Կիրակ շաբաթ Կիրակի օրերը մեր պատիկ ռադիոյի վրա հնչում էր մի երաժշտություն, որը Կուստուրիցայի հեղինակային գործն էր եւ ստերեո ստուդիան էր սկսում եւ այդ ձայնը մեզ բոլորիս ստիպում էր առավոտյան արթնանալ ու հենց այդ լավ տրամադրության մեջ լինել։ Ու այդ հրաշքն էր, որ լսում էր եւ նաեւ ես բազմիցս լսել նշել եմ, որ ես հիշում եմ փոքր ժամանակ նաուշնիկները դնում էի ականջներից եւ գիշեր ժամը 12-ից հետո մենք բամբ ձայն ասում էր քաղաքը ջազ է լսում ու ամբողջ գիշեր ես այդ ջազն էի լսում, որտեվ այդ ձայն ինձ ստիպում էր այդ ամեն ինչը լսելու ճաշակ ձևավորել արդեն ռադիոյի աշխարհի հետ։ Հենց դա է կարևորը։ Որ մենք ու մեծ ենք, ջահերսերն ստացել։ Լավ տեսանելիություն դարձնելով, հասանելիություն դարձնելով ըստ ձեզ, ինչ կորավ կամ ինչ ձեռք բերեց ռադիոն։ Ես կարծում եմ մենք հնարավորություն ստացանք ավելի ակտիվ պահել հետադարձ կապը ունկնդիրների հետ։ Ինչու, որովհետև դժվար թե ռադիո լսողը փնտրի ու գտնի ռադիո մարշալի համարի եւ զանգահարի, բայց նա մեր Facebook-յան լայվի ներքո կգրի ինչ-որ մեկնաբանություն, կողջունի, մեզ կտեսնի, այ կհասկանա, արդյոք այն ձայնը, որը ժպիտով ողջունում է, կադրում էլ է նույնքան ժպտադեմ, նույնքան հաճելի կամ տհաճ։ Այդ առումով ես տեսանելի լինելու առավելություններ եմ տեսնում։ Առավելություններից մեկը նաև ըստ իս այն է, որ շատ մարդիկ չունեն հնարավորություն կամ ժամանակ ռադիո լսելու, բայց կարող են ուշ երեկոյան, օրինակ Սոնայի ու Կարենի մոտ հյուրեր եկել Պողոս Պողոսյանը, ասում եմ, օրինակ այսօր շատ հետաքրքիր ունենք մի երիտասարդ, ով զբաղվում է դրոններով, շատ թույն միջոցառում է կազմակերպում այսի 5-ին, տենց գովազդ ենք անում, փող չենք վերցրել դրան, բան անկեղծ եմ ասում, երիտասարդներ, ովքեր որ ուղղակի շատ լավ բան են ուզում անեն ու ներգրաված են երեխաները, մեծ ամասնություն երեխաներ, դեռաստել 11+-ա մինչև 60 տարեկան մասնակիցներ ունեն իրանք։ Ու այդ հարցազրույցը օրինակ կարող է ինչ-որ մեկը երեկոյան աշխատանքից հետո կուզենա նայ,
Առավելությունը համարում եմ նաև դա, այսինքն դու չես ունես Եթե հասարելություն։ ներիր, Կարեն, եթե լրացնեմ Կարենի խոսքը, մեզ համար կարևոր է, որ այդ հոլովակները ողջ օրվա ընթացքում դիտելի լինեն եւ հասանելի լինեն։ Այսինքն մենք ունենք առավոտյան ձևաչափ, բայց մենք փորձում ենք սիրելի, հասանելի եւ ճանաչելի դառնալ ողջ օրվա ընթացքում։ Մենք երբեմն ասում ենք, եթե ունեք ժամանակ, երեկոյան հեռուստացույցի փոխարեն միացրեք այս կամ այն հարցազրույցը եւ վերցրեք այն, ինչը ձեզ համար կարող է պիտանի լինել։ Ոչ մի չինեմ։ Սոնան նշած, որ ձայնով պատկեր ստեղծելը այդ հրաշքը իրեն շատ գրավում է ռադիոյում։ Ես կարծում եմ դու քեզ ճանաչելով այն մարդկանցից ես, ով ձայնով տրամադրություն է փոխանցում։ Վստահ եմ, Այո։ շատ կարճ ժամանակում քո արդեն ռադիո լսողները կհամոզվեն, բայց ինձ հետաքրքիր է, քանի որ դուք էլ առավոտվա մարդիկ եք, փաստորեն մեզպես, բայց մեզնից շուտ եք արթնանում։ Շորտ ոնց։ Կարենը դեռ չգիտի գլխի գալիքը, երբ որ արդեն ձմեռը սկսվի։ Եթե ճանք, օրինակ ես այսօր առողջ ոնց եմ արթնացել, Սոնային եմ պատմել, մեր ռադիոլսողները չեմ պատմել։ Հիմա սկսվելու է բազմազավակ հայրիկի օրագրի հերթական էջը։ Հա, որ գիտեմ, որ ես ացից գերայինն եմ ու 3 երեխաներ ունեմ, Նարեկը քնած, 2 աղջիկներս փոքր ինչ հիվանդ քնած, բոլորը հազիվ քնել են լրությունը։ Ու ես սենյակից ժամը 7-ին 6:59 տենց ուզում եմ դուրս գամ ու մի հատ տաբատ եմ վերցնում, որի մեջ բանալիներ ունեի, ինչ ասես բաներ ունեի։ Ընկնում է։ Ասես կամաց ուզում եի վերցնեի ու ես նենց վերցրեցի, բայց խեմ կամաց խոսում։ Ես նենց վերցրեցի տաբատը, որ մեջից ինչ որ ընկավ, այնպեսի տպավորություն էր, որ Մոնիկան վագրի գլուխը պտտեց ու սենց ձեն եկավ, ես մնացի սենց օթում, ես նկատեցի այն հայացքը կնոջս, որ նշանակում էր Ինչ արեցիր։ Դու մեռած։ Շնորհակալ եմ Կարեն ջան։ Ու Նարեկը, որ աչքերը բացեց, իսկ դա նշանակում է ատոմային ռումբը պատրաստ է, եթե աչքերը բացեց, всё, պատրաստ է։ Բայց ինքը դեռ ուներ մի 2 ժամ քնելու։ Այդ աչքերը sense բացելուց հետո ինքը տենց մի 2 հատ սոսկով խաղաց, ես sense քարացած մնացել։ Ուղղակի չեմ շարժվել։ Ինքը նորից էլի աչքերը փակել, ես դուրս եմ եկել։ Այսինքն այդ առավոտ արթնանալը նույն ձեր դուք էլ ունեք այդ խնդիրը, ես վստահ եմ։ Միշտ։ Մենք կարող է մի քիչ շուտ ենք արթնանում։ Դուք էլ ունեք, բայց այդ շուտ արթնանալու խնդիր, բայց այն որ գիտես որ գալիս ես մի ֆանտաստիկ լավ աշխատավայր, որտեղ կան թույն մարդիկ, այն ինչ որ ձեր մոտ է հիմա, ձեր թիմը ավելի մեծ է։ Ես ուսումնան առավոտ գալիս ենք աշխատանքի, ես ուսումնան ենք, մարդ չկա։ Այդ ձեր մոտ մի մեծ ընտանիք է, որը մեկը մեկից լավ դեմքեր են ու արժի պետք է շուտ արթնանալ ու գալ sense տեղ աշխատելու։ Ես ուզում եմ հավելել Կարենի խոսքին, գաղտնիք չէ որ առավոտյան քունը ամենաքաղցրն է, բայց երբ գիտես որ ունկնդիրդ քեզ սպասում է, ես ուզում եմ էլի այդպես Սուրենի խոսքով հավաստել, մենք գիտենք որ եթե 2-3 րոպե ուշ մտնեինք եթեր, մեզ կգրեինք, ասեին ինչ է պատահել։ Հիմա նույնը Կարենի հետ է, մեզ գրում են, ասում են ինչ եղավ, որտեղ եք, ինչու չկաք։ Ու այդ միտքը ստիպում է որ դու ավելի շտապելով գնաս աշխատանքի եւ ինչն է շատ կարեւոր, թե ում հետ ես դու այդ բարի լույսը սկսում։ Ես Սուրենի հետ ֆանտաստիկ առավոտներ եմ ունեցել, հիմա այդ առավոտները շարունակվում են Կարենի հետ։ Այստեղ էլ Սոնան կփաստի ու կհավաստի, ինչքան լավն է գործընկերդ, այնքան սիրելի է քեզ համար աշխատանքդ։ Եվ ի վերջո այն վերածվում է լավ վարձատրվող հոբի։ Այս պարագայում ռադիոն մեծ շատ անկեղծ երկուսի դեպքում էլ դա կփաստեմ, որովհետև Կարենի հետ եւս շատ լավ գործընկերներ են եղել եւ շատ լավ կիսեր են եղել։ Ադրինեն էլ եւս մեր հետ։ Ձեզ հաջողություն եմ մաղթում, շատ լավ հրաշալի ընկերներ առաջին հերթին, հետո արդեն գոլեգաներ, որովհետև ընկերությունը միշտ պիտի լինի առաջին պլանում, դրանից է կախված արդեն հաջողությանը աշխատանքի մեջ։ Ուզում եմ ձեզ նվիրել Սարգոն Սպիտակ Չորգինին, որպեսզի նշեք ռադիոյի տոնը, վաղ առավոտյան եթերում։ Եվ ուզում եմ ձեզ նվիրել Արև բացիկներ, որոնք էմոցիաների համար են, որովհետև շատ կարևոր են շնորհավորանքները, բարի խոսքերը, ու այդ խոսքերը հաճախ չեն հնչում, երբ որ շատ է սպասում, եւ որպեսզի այդ խոսքերը արդեն տեսանելի լինեն, գալեն։ Քեզ ուզում եմ նվիրել մի էքսցենտրիկ բացիկ, որը հենց լրիվ քո մասին է։ Ես եմ քո մեղրը արի ինձ կեր, շպրոտի երկով, սա քեզ։ Ես եմ քո մեղրը արի ինձ։ Իսկ Սոնային շատ լավ ճանաչելով, ուզում եմ նվիրել մի բացիկ, որի վրա հրաշալի խոսքեր են, մեր շատ լավ ընկերոջ Ավետի ու Բարսեղյան, տեզերքը զգում են երկուսով։ Սա քեզ Սոնա անպայման, ես համոզված եմ, որ քո կյանքում կհայտնվի այն մարդը, ում կասես հենց այդ բառերը։ Շնորհակալ եմ։ Ձեզ լավ օր։ Այո։ Շնորհավոր եւս մեկ Շնորհակալ եմ ձեզ, լավ օր։ Շնորհակալություն։ Կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Եվ
Եվս մեկ անգամ բարի առավոտ իմ սիրելի հեռուստադիտողներ, ահա այսպիսի պայծառ մարդկանցից հետո մենք պետք է իհարկե այսպես պայծառ ուտեստը շարունակենք պատրաստել։ Ինչ էինք պատրաստում այսօր? Պիցցա։ Պիցցայի համար մեզ պետք է կանաչ պղպեղ, երշիկ, սունկ, լոլիկ, կանաչի եւ իհարկե պանիր ամենակարևորը։ Հիմա տեսեք, թասիկի մեջ սիրելիներս արդեն ես պատրաստել եմ մեր երշիկը, սունկը, կանաչ պղպեղը, այստեղ մի քիչ կավելացնեմ պանիր։ Դուք հիշում եք, ես ասացի, սովորաբար պիցցան շերտ-շերտ ենք հավաքում մեր մթերքները, այս տարբերակում միախառնելու ենք ամեն ինչ, հետո լցնենք մեր հացիկների վրա։ Մի քիչ այստեղ պանիր ենք լցնում։ Շատ եմ սիրում պիցցա, Ադրինե, շատ եւ գիտեմ, որ այսօր հատուկ է պատրաստում։ Ով չի սիրում։ Դե չգիտեմ, կարող է հնարավոր լինել մարդիկ, ովքեր չսիրեն պիցցա։ Ահա, դե կարող է, ինչ ասեմ։ Այ այսպես մի քիչ աղ ենք անում։ Մի քիչ սև պղպեղ։ Երևի թե ուրիշ բան չենք ավելացնի, որովհետեւ պիցցան չգիտեմ, ինձ թվում է կարիք չկա ինչ որ ուրիշ համեմունքներ։ Միակ համեմունքը, որ շատ այդ մասին խոսել ենք, այստեղ կարելի ավելացնել օրեգանո կամ փոխարինել ուրցով, որը շատ համեղ է էլի դարձնում։ Դա էլ թողնենք հեռուստադիտողի ընտրությանը։ Հիմա պետք է ամբողջությամբ խառնենք եւ համարենք, որ մեր միջուկը պատրաստ է։ Բայց դες օրիգինալ պիցցա է սա։ Այո, շատ։ Որովհետև հացիկներով է սարքում, այլ ոչ թե խմորով։ Այո, հետաքրքրությունը հենց դրանում է կայանում, ինչու եմ նախընտրել այս տարբերակը, որովհետև այն շատ հեշտ է պատրաստվում, շատ արագ, ժամանակ է խնայում, այնտեղ, չգիտեմ, ամեն բան շատ համեղ է ստացվում նաև, ինչու ոչ, այնպես որ խորհուրդ եմ տալիս, գոնե մեկ անգամ, եթե հնարավորություն լինի, անպայման փորձեք սիրելիներս։ Այո, փորձեք, շատ կարևոր է նաև հենց այս տարբերակը, որ Ադրինը ներկայացնում, որտեղ շատ բաներ հենց made in Ադրինե է։ Եվ Ադրինեն երբեք չի սխալում, որտեղ ինչ որ պատրաստում է, հետո արդեն մեր հեռուստադիտողներից մենք ստանում ենք այդ ֆիդբեքը, որ ասում են, գիտեք, այնքան համով էր, մենք էլ պատրաստեցինք։ Այո, ես շատ ուրախ եմ, եթե կարողam եմ ինչ որ բանով մի թեթև հուշում անել կամ օգնել հեռուստադիտողին, որ կողմնորոշվի, ինչու ոչ կամ ինչ որ օգտակար խորհուրդ տալ մեր հեռուստադիտողին, ես շատ ուրախ եմ դրա համար։ Ադրինե, դու ռադիո լսում ես։ Ես ռադիո մի ժամանակ ավելի շատ, հիմա ինչու ոչ, բա իհարկե հատկապես երբ մեքենայով որևիցե տեղ ես գնում, ռադիոն պարտադրի միացրած է։ Այո, լսում եմ եւ ես էլ միանում եմ ձեր բոլոր շնորհավորանքներին, քո գլխավորությամբ շնորհավորում եմ բոլոր այդ այո հրաշք աշխարհի մասնագետներին, թող իրենց ձայնը անսպառ լինի, թող միշտ հնչեցնեն բարին, ավետեն բարին, որպեսզի ունկնդիրն էլ ուրեմն այսպես հաճույքով այո միացնի ռադիոն եւ սպասի այն բարի ու լավ լուրերին։ Շատ լավ, այս պահին մենք ունենք կարճ դադար, որովհետեւ այո դադարի ժամանակը եկավ, հետո արդեն շարունակենք ու տեսնենք ինչ ստացվեց։ Բարի լույս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ մենք անդրադառնալու ենք հիմա Hills սպորտային համալիրին ու խոսելու ենք առողջ ապրելակերպի մասին։ Իդեպ հիշեցնեմ, որ Hills սպորտային համալիրում գործում է 73-ից ավելի խմբային մարզում։ Կարող եք այցելել ընտանիքի ամբողջ անդամներով, թե ձեր եւ թե ձեր երեխաների համար կգտնեք հետաքրքիրը եւ արդյունավետը։ Իսկ 74-րդը արդեն շատ քիչ մնաց, որպեսզի հասանելի լինի բոլորին, բնականաբար բացօթյա լողավազանն է, ինչը տարածաշրջանում ամենամեծն է, եւ ես համոզված եմ, որ այնտեղ շատ ու շատ լավ արևային տրամադրություն կստանաք եւ նաեւ կմարզվեք, սա շատ կարեւոր է, բայց մինչ այդ հատվածին անդրադառնալը հիմա տեղափոխվենք նորից Hills եւ տեսնենք թե այսօր ինչ է առաջարկվում բոլորիս համար։ Les Mills Core ֆունկցիոնալ մարզում է, որն ուղղված է մարմնի կենտրոնական հատվածի, որովայնի, մեջքի եւ նստատեղի մկանների ամրացմանը։
Այս մարզումը ամրացնում է որովայնի մկանները, բարելավում դիմացկունությունը, կեցվածքը, հավասարակշռությունը եւ ամենակարևորը կանխարգելում է վնասվածքների առաջացումը։ Այս մարզումը նպաստում է կայունության զարգացմանը, որը կարևոր է ոչ միայն սպորտի, այլև առօրյա շարժունակության համար։ Դասի ընթացքում օգտագործվում են հենց ծրագրի համար նախատեսված ռեզին եւ ծանրաքաշեր։ Les Mills Core ծրագիրը մատչելի է բոլոր ֆիզիկական պատրաստվածություն ունեցողների համար։ Եթերից հետո մենք էլ կգնանք մարզվելու։ Անպայման, որովհետև պետք է լավ մարզվել, հետևել առողջությանը, հետևել իհարկե ինքդ քո խնամքին եւ դա շատ կարեւոր է, որովհետև այնտեղ ուզում նաեւ ամեն ինչից զատ, մարզումներից զատ կա նաեւ սպա հրաշալի կենտրոն, որտեղ կարող եք հետևել ձեր արտաքինին։ Իսկ հիմա տեղափոխվում ենք խոհանոց։ Եվ տեսնենք թե պիցան ինչ ընթացքի մեջ է։ Սիրելի Ադրինե, Շնորհակալ եմ սիրելիներս, բարի ողջույն իմ թանկագին հեռուստադիտող։ Մեր տրամադրությունը շատ բարձր է, որովհետև մեր գործընկերները մեզ լավ ուրախացրեցին եւ մենք այսօր պետք է այսպես եւս մեկ տրամադրություն բարձրացնող ուտեստ ճաշակենք, այնպես որ միացեք մեզ եւ շարունակեք մնալ մեզ հետ։ Ինչ ենք արել մինչ այս պահը, սիրելիներս, երշիկը քերիչով անցկացրել եմ, կանաչ պղպեղը կտրատված է, սունկը կտրատված է, պանիրը միախառնված է այս բոլոր հրաշքներին եւ իհարկե այստեղ խառնել ենք աղ եւ սև պղպեղ։ Ինչ ենք անում հիմա, շարունակությունը։ Ինչպես ասացի, հացիկներով ենք պատրաստելու, այստեղ պետք չէ չարչարվել խմոր պատրաստել, այլ պարզապես պատրաստի տարբերակով հացիկներ մենք կշարենք, այսպես, ահա, մեր թավայի չափով շատ հարմար եւ ամեն բան շատ ճիշտ, ահա տեսեք որքան գեղեցիկ է, եւ նույնիսկ եփվելուց հետո, երբ ուզենք ճաշակենք, այնքան հանգիստ է լինելու այն կտրել, վերցնել, ճաշակել, չեք պատկերացնում, այնց այսպես կտորիկներով էլ մենք այն կճաշակենք։ Ահա, հիմա պետք է տոմատի մածուկ տրորենք մեր ուրեմն հացիկների վրա։ Ես օգտագործում եմ Իջևանի գինու եւ պահածոների գործարանի այս համեղ տոմատի մածուկը։ Իմիջիայլոց նշեմ, որ մեր գործընկերը առաջարկում է լայն տեսականի, ոչ միայն համեղ գինիներ, այլ նաև շատ համեղ պահածոներ եւ հյութեր, տնական կոմպոտներ։ Իսկ պահածոների տեսականու մասին դուք գիտեք, ես մշտապես այստեղ օգտագործում եմ, արդեն գիտեք ինչ տեսականի կա, շատ համեղ թթուներ, կերակուրների համար համեղ բանջարեղեններ եւ չգիտեմ, անչափ համեղ կոմպոտներ։ Այսպես։ Փորձենք ամբողջությամբ տրորել այն հացիկների վրա, անպայման ես էլի կավելացնեմ, որ հատվածներին չի քսվել տոմատը, ես էլի կավելացնեմ եւ կտրորեմ, որպեսզի շատ հյութեղ եւ համեղ լինի։ Իհարկե տոմատի թթվաշությունը շատ հաճելի է ուտեստների մեջ, չգիտեմ, ինձ շատ է դուր գալիս։
Այսպես հերթականությամբ գնացինք։ Ես էլի կավելացնեմ։ Այս հատվածներում շատ քիչ էր տոմատը, մի քիչ էլ տրորենք։ Հատկապես այս մեկ հացիկի վրա կարծես թե չենք էլ տրորել։ Ադրինե, Ջան, դու շատ հիանալի process-ի մեջ ես, այս պահին արդեն պատրաստում ես հացիկներով մեր պիցցան, իսկ ես ուզում եմ նշել, որ այս ամենը իհարկե ներկայանալու համար շատ կարևոր է, որ մթերքներն ու բաղադրիչները լինեն համապատասխան, եւ որպեսզի հենց այդպես է լինի, մենք օգտագործում ենք պանիրներ, որը ներկայացնում է Ellola ապրանքանիշը եւ պատրաստ է յուրաքանչյուր առավոտ տալ ձեզ այդ մեծ չափաբաժինը սպիտակուցների, որոնք առկա են միայն կատնամթերքի մեջ, այնպես որ այս ամբողջ տեսականին կատնամթերքի ներկայացված են բոլոր խանութներում եւ նաեւ այսուհետ մեր հայրենակիցները ունեն հնարավորություն վայելելու այս կատնամաթերքը ոչ միայն Հայաստանում, նաեւ Հայաստանի սահմաններից դուրս։ Հատկապես Ամերիկայում բնակվող մեր հայրենակիցները հենց այնտեղ կարող են վայելել։ Իսկ իմ ամենասիրելի վերջին շրջանի ուտեստներից մեկը դարձավ բաստուրմայով պանիր հասկացողությունը, որը շատ հետաքրքիր է ներկայացնում Ellola-ն եւ բավականին համեղ, այնպես հարցրեք բոլոր խանութներում եւ վայելեք։ Դե կատնամաթերքի հետ միասին նաեւ կարելի է պահածոների լայն տեսականին վայելել, որը ներկայացնում է Իջևանի գինու գործարանը, այստեղ ներկայացված են շատ տեսականին, նաև իհարկե քաղցր պահածոներ նույնպես, իսկ իմ համար ամենասրտին մոտը հենց այս ամբողջ պահածոների ցանկի մեջ թթուների տեսականին է, որը շատ համեղ է ու շատ հետաքրքիր, նաև ներկայացում են կոմպոտների լայն տեսականի, ինչը տալիս է տնական պատրաստածի համը, սա շատ կարևոր է։ Եվ մեր պիցայի հետ մենք կարող ենք եւ համեղ կոմպոտ հյուրասիրել եւ թանի տարբերակ հյուրասիրել, այնպես որ դա էլ թողնում ենք ձեր ուրեմն հայացողությանը, ոնց կցանկանաք։ Հիմա սիրելիներ, սա հա տրորելուց հետո տոմատը մենք ավելացնում ենք մեր այս համեղ միջուկը, կարելի ասել միջուկ, ինչու ոչ։ Եթե պիցայի տարբերակում ուրեմն շերտ-շերտ ենք, այս տարբերակում արդեն միախառնված է եւ շատ հանգիստ, այսպես լցնում ենք մեր հացիկների վրա։ Ինչու նշեցի, որ շատ դինամիկ, արագ պատրաստվող եւ այսպես հեշտ տարբերակ է, ահա, որովհետեւ տեսնում ես, մի քանի րոպեների հարց է, պարզապես ամեն ինչ կտրել, իրար խառնել, պատրաստի հացը դնել եւ ահա խնդրեմ պատրաստ է։ Ալեոպ, ինչպես ասում են։ Այո, լրիվ։ Շատ լավ տարբերակ է։ Եվ ուզում եմ նշել հեռուստադիտողին հատկապես ինձ այսօր մեր Անահիտը հիշեցրեց արժեքի մասին խոսելը։ Ես հիշեցնեմ, պարբերաբար ես փորձում եմ, եթե իհարկե չմոռանամ, հիշեցնում եմ հեռուստադիտողին, թե որքան ենք ծախսել մեր ուտեստը պատրաստելու համար։ Հիմա ուրեմն ես այսօր մի քանի մթերքներ գնելու համար ծախսել եմ 1570 դրամ, բացառելով պանիրը, որովհետև մենք տանը ունենք պանիր եւ սունկ։ Այս երկու մթերքը, այո, ճիշտ ասացի, պանիրը եւ սունկը։ Այս մթերքներն էլ եթե ցանկություն լինի ավելացնել, այսինքն ես այսպես իմի եմ բերում, մոտավորապես երևի թե 3000 դրամ կկազմի այս չափաբաժինը։ Այնպես որ սա էլ նկատի ունեցեք, վատ չէ, կարծում եմ, որովհետև բավականին շատ է, մենք բոլորս ինձ թվում է շատ լավ, շատ համեղ կսնվենք, այնպես որ կարծում եմ շատ հարմար է։ Օրվա ընթացքում այս հագեցնող, այո, ուտեստը շնորհակալ եմ Սուրեն ջան, պատրաստել եւ վայելել։ Ահա, հիմա ինչ ենք անում Սուրեն ջան։ Հիմա ավելացնում ենք լոլիկները։ Ես արդեն նախապես կտրատել եմ այն, այսպես փորձենք գեղեցիկ շարել, ավելացնել կանաչին եւ իհարկե ամենավերջում էլի պանիրի մասին չենք մոռանում, որ անպայման պանիրը այո շատ լինի եւ հիմնական այո պիցայի գրավականը հենց կայանում է պանիրի մեջ։ Այսպես կարծում եմ նաեւ շատ գեղեցիկ է, չգիտեմ,
կարծում եմ գեղեցիկ։ Էսթետիկ առումով հիանալի է։ Այո, ուրախ։ Դու ամեն ինչի մասին ես մտածում Ալինա, ես դա գիտեմ։ Ապրես, օպրես Սուրեն ջան։ Ահա։ Հիմա ավելացնում ենք մեր կանաչին։ Կանաչին էլ թող առատ լինի, սիրելիներս, այսպես մի խնայեք, որովհետև գարուն է, շատ լավ շրջան է թարմ կանաչիներ վայելելու, չնայած կանաչին միշտ էլ հաճելի է, բայց քանի առիթը կա, պետք է վայելենք։ Այ այսպես նաև ոչ մի կտոր թշնամուն, մինչև վերջին կտորը ավելացնում Եվ ենք պանիրը եւ տանք իհարկե պանիրը, այո, անշուշտ պանիրը։ Այ այսպես ավելացնենք նաև պանիրը ջեռոցը արդեն տաքացված է 180 աստիճանի տակ։ Մենք այս համեղ ուտեստը կթողնենք այնքան, մինչ ես հաղորդման ավարտին կներկայացնեմ արդեն, այո, պատրաստի վիճակում։ Այ այսպես, կարծում եմ սրանից ավելի հեշտ, այսպես համեղ, լավ տարբերակ, չգիտեմ, չէի կարող առաջարկել այսօր, որովհետև երեկոյան հենց մտածեցի, թե այսօր ինչ ենք պատրաստելու, մի անգամից այսպես փայլատակեց ուղեղս եւ այո, որոշեցի, որ սա ենք պատրաստելու։ Այսպես կարծում եմ շատ։ Դե եկավ, ինչպես ասում են, դրոպների պահ եւ պիտի արդեն պիցան հայտնվի տաք վայրում։ Ընդհանրապես մի 15-20 րոպե, որից հետո արդեն պատրաստ կլինի եւ մենք միասին կճաշակենք։ Բարդ բան չկար այստեղ, հացիկներ եւ իհարկե այն ինչը որ կա սառնարանում, միանգամից կարող է վերածվել պիցայի համար խճողակի։ Սա շատ կարեւոր է, հարմար է եւ համեղ է։ Դե, այն ինչ որ բան կա։ Ոչ մի բան չկա, եթե կարիքը կլինի, ես նորից կկրկնեմ բաղադրատոմսը, ես առաջարկել եմ իմ տարբերակը, այսինքն իմ նախընտրած մթերքները, դուք կարող եք նույն տարբերակով պատրաստել արդեն ինչ որ ձեռքի տակ կա, ոնց Սուրենը նշեց։ Այնպես որ սիրելիներս արձագանքեք, գրեք, նամակներ ուղարկեք, ես մեծ սիրով ձեզ կպատասխանեմ։ Ձեր բաղադրատոմսերն առաջարկեք, Ադրենեն սիրով կպատրաստի, մենք կճաշակենք եւ կհայտնենք մեր կարծիքը։ Այնպես որ այս բանին դադար կլինի մեր եթերում, հետո արդեն կվերադառնանք ու կշարունակենք։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակվում է մեր եթերը եւ շարունակում ենք մնալ օրվա խորհրդի մեջ եւ էլի ունենք հրաշալի հյուր Էլի ռադիոից։ Այո, ռադիոն շատ կախարդական աշխարհ է, իսկ այնտեղի հնչող ձայները, ովքեր անընդհատ խոսում են մեզ հետ, նույնպես դառնում են մեզ համար այն կերպարները, ովքեր անընդհատ օրվա մեր կարևոր մասն են կազմում։ Հենց նրանցից մեկն այսօր մեր տաղավարում է Անկա Սարիբեկյանը։ Անկա, ողջույն։ Բարի լույս։ Շնորհավոր, որովհետև իհարկե Սուրգես գիտեմ, որ դու էլ ոչ միայն այսպես կիսով չափ կիսված է, հա, 50 եւ 50 տարբերակով եւ ռադիոական ես եւ TV-ական, շնորհակալություն ես, ինձ թվում է բոլորիս տոնն է, ամեն դեպքում մի անգամ գոնե կյանքում ռադիո լսած կլինենք։ Այո, իհարկե, ոչ միայն ռադիո արտոնն է, ռադիո լսողների տոնն է, որովհետեւ ինձ այդպես էլ կա։ Անկա երբ սկսվեց ամեն ինչ։ Երբ առաջին անգամ ռադիո մտաք, մուտք գործեցիք 12 տարեկանում։ Եվ ինչպես անցավ առաջին եթերը։ 12 տարեկանում ամռաններ պարզապես այս ավանդական տարբերակով մայրիկները որ պահածոներ են փակում ժամանակին մանկական հեռուստաալիք կար ու տեսա կհիշեք կարծում եմ որ հայտարարություն է որ այն պատանիները ովքեր կցանկանան կարող են միանալ հանրային ռադիոյի թիմին մայրիկիս ասի վերջ գնում ենք ասեց բայց հիմա ես չեմ կարող ասի չէ իսկ ես էլ չեմ կարող գնացինք որ պիտի բարձրանանք դե ոչ մեկ չէր ճանաչում չգիտեր լացեցի ասեցի ես կգոռամ պարտադիր պիտի խմբագրին կանչեք մաման ասաց այդ բառը որտեղից գիտես այսպես ասաց գնացինք բարձացանք ու հասկացա մի գժական սիրուն տիրույթ է եւ ուղակի սիրահարվեցի հետո արդեն մանկապատանեկան խմբագրությունը ավարտելուց հետո որոշեցի որ պիտի գնայի ռադիոկայան ներկայացնելու իմ նախագիծը չհավատացին մտածեցին ձայնասկավառակ եմ շահել մի խոսքով ու սկսվեց ռադիոյի մուտքը մի քիչ ավելի հումորով ու կամակորությամբ բայց չէի մտածի որ ես լավ ճահիճի բարի մի մասը կլինեմ այդպես սկսվեց ռադիոյի մուտքը բայց ռադիոն այսօր երկար տարիներ քո կյանքում է եւ նույնիսկ քեզ ստիպեց որպեսզի մի քիչ անկեղծանաս նաեւ մենք ունենք մի փոքրիկ նյութ որտեղ Անկան հենց ռադիոյի տրամադրության մեջ է, ես առաջարկում դիտենք։ Սկզբում դա պարզապես մանկական քմահաճույք էր։ Ուշադրություն ուզող աշխարհին ինչ-որ բան ապացուցել ցանկացող մի երեխայի ձայն։ Հետո դարձավ մեծ երևալու ցանկություն, հայտնի դառնալու մոլուցք։
առանց իմանալու թե որքան մեծություն կա ալեհավաք կամ ռադիո բառի մեջ։ Մի բառ, որը ընդամենը 5 տարրից կազմված է, բայց կարող է ազդարարել պատերազմ կամ բերել խաղաղության ավետիս։ Եվ դու հարց ես տալիս, ովքեր էին այդ ձայները, ինչու նրանց ներաշխարը իսկ իրենք ոչ ոքինը։ Ինձ թվում էր նրանք միկրոֆոնե մարդիկ էին նստած մի փոքրիկ ստուդիոյում, խոսում էին եւ վերջ։ Սակայն ժամանակն անցավ, արհեստական բանականություն, սինթեզված ձայներ, թվային ալիքներ, բայց մի բան երբեք չփոխվեց։ Մարդիկ շարունակում էին փնտրել մի ձայն, իրենցը, մի ձայն, որը չէր դավաճանի։ Եվ այդ ձայնը երբեմն գալիս է ռադիոից։ Դու կանգնում էիր պատուհանի մոտ, հենվում շքամուտքի պատին, կրանում մանկության խաղահրապարակում ու զգում, որ այդ ձայնը քեզ է պատկանում։ 1895 թվականին, երբ Մարկոնին եւ Պոպովը ուղարկում էին առաջին ռադիոազդանշանները, նրանք չէին էլ պատկերացնում, որ այդ լուր ալիքը դառնում է միլիոնավոր մարդկանց աղոթքի պես անհրաժեշտ մի բան։ Ու ինչ իմանային Պոպովն ու Մարկոնին, որ նրանք ռադիոհաղորդավարներին կվերածեն ամբուժելի հիվանդների, որ այդ մարդիկ կմտնեն մի բարի ճահիճ, որտեղ ձայնը դառնում է միակ ճշմարտությունը, իսկ լռությունը պատիժ, որ ռադիոն նրանց կտա մի ամբողջ տիեզերքի աշխատանք ու աշխատավարձ, ինչևէ, բայց երբեք նահանջելու ճանապարհ, որ նրանք երբեք չեն կարողանա բուժվել այդ կախվածությունից, որի անունն է ձայն։ Ու երբ կյանքը քեզ կշփոթեցնի, երբ աշխարհը կդառնա խուլ ու լուր, դու կրկին կփնտրես այդ ձայնը, որ ալեհավաքից դուրս գալով կասի. ես այստեղ եմ ու ես քոնն եմ։ Այդ ձայնը չի ճանաչի քո դեմքը, բայց կճանաչի հոգուդ հոգնածությունը։ Դու գլուխդ այս ու այն կողմ կշարժես, հոգոց կհանես ու կշշնջաս։ Ճիշտ է ասում։ Տանը, դրսում, տաքսենյակում, ցուրտ փողոցում, արևի տակ կամ անձրևի մեջ ռադիոն քեզ հետ է։ Ռադիոն քեզ հետ է, սա իհարկե ռադիոլսողիներ ուղված անկավ, իսկ ռադիոն երբ է քեզ հետ, երբ որ դու ոչ թե խոսափողի դիմաց ես, այլ պարզապես ռադիոլսող ես։ Իրականում ռադիոն ինձ հետ է, երբ որ արտերկրում եմ ու փորփրում եմ նոր ձայներ, որովհետև շատ եմ կարևորում այդ ամենը, ռադիոն ինձ հետ էր, երբ Արիզոնայի այդ այսպես Ֆենիքսի եւ Սեդոնայի քարերի արանքներում այսպես պտտվում էի ու հասկանում էի, որ ինչ որ ձայներ են ինձ պակասում ու միանգամից այսպես search արեցի ռադիո հասկանալու համար ինչ գեղեցիկ ձայն կարող էր օրինակ այստեղ պետք գալ եւ լսելի լինել։ Մի քիչ գուցե այս ամենը տարօրինակ է, նույն ռադիոականների պես։ Դե ռադիոյի ուժը ձայնի ուժն է եւ ինձ հետաքրքիր է այդ կախարդանքը ռադիոյում հատկապես որտեղ է գտնում։ Իրականում ինձ թվում է ավելի շատ երբ որ դու սիրում ես հայտնի անհայտը, այս պարագայում ավելի առեղծվածային լինել։ Ճիշտ է, այժմ տրանսլացիաները ասվածը բավականին այսպես եկան ու TV վերածեցին, ինչի հետ առհասարակ երբեք չեմ էլ համաձայնի, քանի որ ես ինքս ունեի այդ այսպես չսիրելու լավ, հա, այսպես արվեստը, երբեք չերևալ, ճանաչված չլինել, պարզապես ես ուզում եի, որ ինձ ձայնով ճանաչեին։ Թերևս այսքան է։ Եվ քանի որ երկար է եղել ճանապարհը ռադիոյում եւ դեռ շարունակվում է, ինչ հետաքրքիր պատմություններ կան, ինտրիգներ կան, լավ հյուրեր կան, եւ հարթ, այո։ Դե հետաքրքիր այն էր սկզբից, երբ զանգահարում էի ամենահայտնի արտիստներին եւ դե չգիտեին ով էր Անին հետո վերածվեց այսպես Անկայի, զանգահարում էի, ասում էի բարև ձեզ, ես ձեզ հրավիրում եմ իմ հաղորդաշարին եւ ամենահայտնի երգիչներից մեկը այդ ընթացքում ասաց, բայց ես ձեզ չեմ ճանաչում եւ չեմ էլ պատրաստվում գալ ձեր հաղորդմանը, դուք շատ մանկական ձայն ունեք ու շատ սիրուն անջատեց, նորից հետ զանգահարեցի, ասացի դուք մի օր իմ մասին կլսեք եւ ես կորոշեմ թե դուք կլինեք իմ հյուրը թե ոչ։ Իհարկե այս պահի դրությամբ ամենամտերիմ ընկերներից մեկն է, ով միշտ այսպես իրեն երեսով եմ տալիս, բայց եղել է որ երգիչներից մեկը շատ զայրացրեց եւ որոշեց, որ այսպես առոք ու փառոք պետք է ուշանա։ Ես իրեն շատ այլ հասցե ուղարկեցի։ Սկզբում 90.7 հաճախականությունը ներկայիս ռադիոջանը այլ հատվածում էր, այսպես Սևանի ճանապարհին էր, եւ ես որոշեցի այդ երգչին եւ շատ սիրելի ու հայտնի երգչին ուղարկել ուղիղ Սևան։ Նա զանգահարեց ինձ, ասաց, որ ես հասել եմ, ասացի շատ լավ, դե կանգնեք այդտեղ, հաղորդումը հիմա կսկսվի ու անջատեցի մի շաբաթով կորեցի, հետո մի կեր բաշխեցինք։ Հետաքրքիր է անկա։ Ռադիոն ինքը բնականաբար, հա, ձայնի ուժն է, ես միշտ իմ ուսանողներին ռադիո դպրոցում ասում եմ ամենակարևոր գործիքը հաղորդավարի համար դա ձայնը եւ էմոցիաները, որովհետեւ կարևոր է որ դու քո էմոցիաներով
պատկերը ստեղծես, որով պիտի ռադիո լսող արդեն պատկերացնի քո պատմությունը։ Մենք ռադիոյում դառնում ենք պատմիչներ, փորձում ենք միշտ նույնիսկ սովորական ողջունի ժամանակ պատմություն պատմել, սա շատ կարևոր է։ Այդ հրաշքը դու որտեղ ես գտնում ռադիոյի մեջ, հա, այսինքն որն է այն կետը, որը քեզ համար հենց այդ վաու Իրականում շատ վատ է, որ մենք հասակակիցներ ենք, ես շատ կցանկանայի սովորել այն դպրոցում, որտեղ որ այո ձայնի մայստրոներից մեկը շատ սիրելի Սուրենը դասավանդում է։ Իսկ ձայնի այդ վաու ասվածը իրականում ես հաճույք եմ ստանում այն նախագծերից, որոնք որ ինձ հետաքրքիր են։ Իրականում երբ իմ առաջին նախագիծը ներկայացրեցի, Անկաշոուն ինձ այսպես ասած դարձրեց ձայնի մարդ եւ հիշելի դարձրեց, շատ կարեւոր էր մի կետի գալ, հասկանալ արդյոք դու ինքդ սիրում ես, կլսեիր այդ հաղորդումը, կընկնդրեիր, ցանկալի էր այդ ամենը։ Ու աչքերս այսպես փակում էի, ավելի շատ օպերատորներն ու ռեժիսորները կարող են այս ամենի մասին այսպես հասկանալ, գուցե ոչ ռադիո լսողը կամ ռադիոականները մտածում էին, որ ես Հանրապետության հրապարակում եմ ու այդ ամբողջ հրապարակը լցված է իմ ռադիո ունկնդիրներով եւ իրենք իհարկե ունկնդրում են ինձ, բայց այս ամենի հետ համատեղ ինձ կրթող վարպետները, այն մարդիկ ովքեր որ մշտապես այսպես ամեն կերպ փորձում էին ճիպոտել ասելով, որ գեղեցիկ ձայնը ամենակարող ուժն է եւ դու այո կարող ես կառավարել, ձայնը կարող է պատերազմների, չէ, եւ հասարակ անգամ գլխագին ձայնի համար կարող է սահմանվել։ Այստեղ այո, այստեղ շատ կարևոր է մասնագիտական, ասել եմ եւ կասեմ հմտությունը, կրթությունը, որովհետև ինչպես մեր սիրելի Լարի Քինգն է ասել, կամ սիրեք ռադիոն, կամ հեռու մնացեք այդ ամենից գրողը տանի։ Այստեղ ֆենոմենը կայանում է այն, որ դու պիտի լինես անդավաճան։ Իսկ ռադիոն երբ ամեն բան այսպես անջատվում է, դու քո միկրոֆոնը եւ այդ լռությունը միշտ միմյանց հարց ու պատասխանի առիթ եք տալիս ու այդ վաուն գտնում եք թե որտեղ թիրախավորել, ինչ կերպ, բայց կհամաձայնեք երկուսդ էլ շատ սիրված եք ու անդադար եթերում եք, որ մասսա կառավարելու արվեստ ասվածը չպետք է կեղծել, որովհետև հանդիսատեսը, դիտողը, այսպես ունկնդիրը մշտապես կարող է հասկանալ եւ ուղղակի փոխել։ Ու այդտեղ դու կպարտվես վերջ։ Անկեղծություն, սա շատ կարևոր է, որովհետև ռադիո լսողը, ընդհանրապես հեռուստաճառը պիտի ընկալի քեզ քո այնպեսին, ինչպեսին որ դու կաս եթերում, ռադիոյում, TV-ում, որովհետև դու դառնում ես մի մասը, ընկերը, բարեկամը։ Սա շատ կարևոր է։ Հետաքրքիր է հեշտ է ընկերների հետ աշխատել, երբ որ քեզ հյուր են գալիս, որովհետև նրանք բացի ճանաչված դեմքեր լինելուց, նաև քո ընկերներն են։ Որոշ ժամանակ, երբ պրոֆեսիոնալիզմի չափաբաժինը այսպես միջնահատվածում էր, պիտի ասեմ, որ ոչ, որովհետև այսպես փորձում ես առավելություն տալ ընկերներին, հետո որպես աշխատանք ես դիտում, այնուհետև փորձում ես տիրապետել իրավիճակին, բայց միևնույն ժամանակ իմ առաքելությունը հետևյալն է, երբեք եթերներում չինքնակայանալ մարդկանց վիրավորելով, մասնավորապես եթե դու հյուր ես հրավիրել, մենք պետք է ավելի քան մեր արտիստներին, մեր ընկերներին բարձրացնենք, ներկայացնենք ավելի լավը, որովհետև երբ արտերկրի արտիստներն են լինում ու ասում ենք ինչքան գեղեցիկ են հաղորդավարները մեծարում, իսկ ինչու մենք այդ ամենը չանենք։ Եթե դու պրոֆեսիոնալ ես, իսկ ինչու պետք է ես այսպես գծուց լինեմ բառերիս մեջ եւ չասեմ, որ այս երկու գեղեցիկ հաղորդավարները ֆանտաստիկ են եւ դիտեք առաջին ծրագիր։ Ինչու չասել, ինչ է այդտեղից իմ կյանքից գնալու։ Միայն դրականը հետ է գալու։ Պարտադիր։ Անկա այս թվային աշխարհում, որտեղ նույնիսկ հեռուստատեսությունը երբեմն քննարկումների առիթ է դառնում, արդյոք իր տեղը զիջում է, չի զիջում, բայց մենք անդադ ապացուցում ենք, որ չի զիջում, նույնն էլ ռադիոն նույն խնդրի առաջ է կանգնում եւ անդադ ապացուցում է, որ իր տեղը չի զիջում, բայց նոր աշխարհում ինչ մարտահրավերների առաջ է կանգնում եւ ինչ կա, որ դուք կուզեիք փոխել ռադիոյում։ Ռադիո գամ վերջի հարցից։ Ռադիոյում կցանկանամ փոխել, որպեսզի գան միշտ նույն ձայներ, չէ, այլ նոր ձայներ այս պարագայում կարողանանք շատ-շատերին փոխել իրենց աթոռներից եւ ասել, որ պետք է նոր սերնդի ներկայացուցիչներ գան եւ Փառք Աստծուն այն մի փոքր ավելի միջին սերնդի ներկայացուցիչները, որ դասավանդում են, այդ ամենին ավելի շատ են հակվել, քան այսպես մի փոքր ավելի մեծ սերնդի ներկայացուցիչները։
Իսկ on-line տիրույթը, մարտահրավերները, երբ որ գալիս էր on-line հարթակ, ինձ մոտ էր մտավախություն կար, նորին մեծություն թատրոնի, TV եւ ռադիոյի հետ կապված, սա բավականին շատ ծեծված թեմա է իրականում, բայց արի ու տես, որ երբ որ տեսլականը մի փոքր փոփոխում ես այս պարագայում եւ փորձում ես բլոգինգի վերածել, փորձում ես on-line հարթակում եւս քեզ ճիշտ հրամցնել, կարծում եմ այստեղ ավելի օգտավետ է լինում, փորձը ցույց տվեց նույն եվրոպական ու ամերիկյան ռադիոկաններում շատ ավելի ակտիվորեն հաղորդավարները այսպես խայպերում հայտնվեցին, հիթերում հայտնվեցին, երբ on-line տիրույթը եկավ ու շատ ավելի հայտնի դարձան ու ավելի սկսեցին գումարներ աշխատել այս պարագայում։ Կարծում եմ, եթե մենք ճիշտ օգտագործենք թե TV-ն, թե ռադիոն եւ թե տարբեր հարթակները ավելի շատ լսելի կլինեն, որովհետեւ եթե կա on-line տիրույթը աշխարհի տարբեր կետերից մեզ կարող են հետևել, չէ, iOS, Android եւ ոչ միայն, այստեղ արդեն օգտավետ է բոլոր սոցհարթակներում դու ունես քո edge-ը եւ քեզ լսում են այնտեղ, որտեղ որ իրենց շահավետ է, անգամ ժամացույցի մեջ։ Ի վերջո, եթե այդպես վերցնենք, այսօրվա դրությամբ ավելի են շատացել ռադիոկայանները, ավելի են շատացել հեռուստաալիքները, իսկ դա նշանակում է, որ ոչ թե ռադիոն ու հեռուստատեսությունը զիջեց իր տեղը ինտերնետին, այլ հակառակը, որպես գործիք օգտագործելով ավելի ընդլայնեց։ Արտահայտություն կար, չէ՞, ահա եւ վերջ ասած ծերձին տեսնելով առաջին ավտոմեքենան։ Սա իհարկե չի վերաբերվում հեռուստատեսությանը եւ ռադիոյին, որտեղ ինտերնետը այսօր դա օգնեց մի քիչ ավելի առաջ տանելու եւ ընդլայնելու։ Ընդհանրապես այսքան բան, միևնույն է ռադիոն եւ հեռուստատեսությունը պահում են իրենց բարձր արժեքը, բարձր կետը եւ իհարկե level-ը, հա, ինչպես ասում են։ Անկապ ռադիոյի տոնը յուրաքանչյուրիս համար տոն է, ովքեր ռադիո աշխարհում են, որովհետեւ պարզապես ռադիոն կնդիր են, հա։ Ինչ նորություններ կա, որովհետեւ դու անհանգիստ մարդ ես, ինչպես ասում են, այն մարդկանցից չես, որ մի պրոյեկտով բավարարվում է եւ այդպես շարունակում է։ Այդպես չի, դու անընդհատ փնտրտուքների մեջ ես եւ ինչ որ նոր բաներ ես անում։ Ինչ ունես արժևում, որ կուրախացնի քո ռադիո լսողին։ Մի փոքր 13 տարի անց կփոխենք Անկաշոու ռադիո նախագիծը։ Հենց Անկաշոուն, որը բենեֆիսային էր, որը պատմում էր երգիչների այսպես պատմությունները, կարծում եմ ինքը այսպես փոփոխվելու կարիք ունի եւ թիմով էլ հաճախ մտածում ենք նորությունների մասին ու համոզված եմ, որ ավելի մի հետաքրքիր փաստային տարբերակով կարելի է անդրադառնալ արտիստներին, մասնավորապես այն երգիչներին եւ ժանրը, որ մենք ենք ներկայացնում, բավականին սպეციფიկ է, միշտ արծարծվող, եթե երկրում որևիցե հարց էլ չլինի, մենք անպայման այդ ժանրին այսպես կփորձենք, հա, այսպես ասած, վերնագրեր տալ ու դա ավելի ինձ օգնում է, միշտ այսպես ստիմուլ է տալիս, մի խոսքով կարծում եմ, որ հետաքրքիր նախագծեր ու պակաս միշտ լինելու է, չպիտի դոփել նույն տեղում, նույն հարցերով, նույն հյուրերով, նույն տրամադրությամբ ու նույն դեմքով։ Դե պիտի միշտ առաջ գնալ եւ միշտ փնտրել նորը, սա շատ կարեւոր է եւ քեզ շնորհավորում ենք եւս մեկ անգամ տոնական տրամադրությունը քեզ համար այսօր կստեղծի Իջևանի Սարգոն սպիտակ չոր գինին, որով կարող ես սկսել տոնը, հետո արդեն երեկոյան ավարտել այն կարմիրով, բնականաբար շարունակությունով եւ քանի որ մենք ասացինք, որ ռադիոն առաջին հերթին այն հարթակն է, որը նվիրում է էմոցիաներ, այո, խոսք, սա շատ կարեւոր է։ Արև բացիկ եմ ուզում քեզ եւս մեկը նվիրել, որովհետեւ այստեղ նույնպես խոսքի ու էմոցիայի կարեւորությունը շատ տեղին է երկից բառեր են այս մեկում Նունե Եսայանի մենակ ես էր ինձ պակասում սիրահարվել ու մնալ արթուն չեմ ուզում շատ այսպես անձնականը փորփրել բայց կարծում եմ այս խոսքերը նաև կարելի է ռադիոյին ասել սիրահարվել ռադիոյին ու միշտ մնալ արթուն հենց ռադիոյի համար սա շատ կարևոր է թող այս տրամադրությունը միշտ լինի քեզ հետ Շնորհակալություն ես ձեզ շատ սիրում եմ շնորհակալ եմ ռադիոյի զարկը եւս ապահովելու համար հեռուստատեսությունն ու ռադիոն շատ այսպես վաղեմի լավագույն ընկերներ են ու թող այս զարկերը երբեք չպակասի ու լավագույն բարի լուրերը, լավ տրամադրությունը, պոզիտիվը ու ամենակարևորը հեռուստատեսության իսկական դեմքերը թող երբեք էկրանից չպակասեն ու TV-ում ու ռադիոյում չհայտնվեն մարդիկ, ովքեր որ պարզապես անտեղյակ են, անցան եւ բարևեցին ու մտան, թող իսկական նվիրյալները լինեն։ Շնորհավորում եմ ռադիոյի տոնի կապակցությամբ բոլոր ռադիոկայանների աշխատակիցներին, որովհետև բոլորի հետ իսկապես իսկական ընկերներ ենք, սրանք եթերային ֆրազեր չեն։ Ու շնորհակալություն իմ թիմի ներկայացուցիչներին, ուղղակի իմ այսպես թևերը չկտրելու եւ ինձ հնարավորություն տալու միշտ ինել եթերում։ Այդ այնքան դժվար է, իսկ դուք ավելի քան գիտեք։ Այս վարակույրներից այն կողմ այդ նյարդը բոլորս վերցնում ենք ու գիտենք եթերում ժպտալու նուրբ արվեստը ինչքան դժվար ճանապարհ ունի։
Այո, շնորհակալ ենք քեզ։ Եվս մեկական շնորհավորում։ Հաջողություններ, շատ ու շատ եթերներ։ Դե մենք էլ այս պահին կունենանք կարճ դադար եթերային։ Որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, մեր պիցցան պատրաստ է, գնանք պիցցայի ետևից։ Ավելի քան պատրաստ, տեսեք թե ինչպես է այն կարմրել, սիրելիներս, փորձեմ տեսնեմ ինչպես կստացվի, փորձենք մեր պիցցան մի քանի կտոր կտրել եւ իհարկե հրամցնել։ Ոյ, հիանալի։ Ահա տեսեք թե ինչ տեսք ունի։ Հրաշք, շատ տաք է այն, մի փոքր կսարճի ու կվայելենք։ Այս պիցցայի հետ կարող եք վայելել կամ թան, կամ ձեր սիրելի կոմպոտներից որևիցե մեկը։ Սիրելիներս ձեզ լավ նայեք, բարձր տրամադրություն եմ աղթում։ Դուրս եկեք, մաքուր օդ շնչեք, այսպես բոսնեք եւ փորձեք ձեր տրամադրությունը բարձր պահել, ձեզ լավ նայեք, առողջ եղեք, անփորձանք։ Իմացեք, ես ձեզ շատ եմ սիրում։ Կհանդիպենք։ Մենք էլ ենք շատ սիրում քեզ Ադրինե եւ այն ամենը ինչը որ դու պատրաստում ես շատ համեղ է եւ շատ էսթետիկ եւ այս ամենը ինչպես արդեն դու համադրեցիր համեղ կոմպոտով որը ներկայացնում է Իջևանի գինու գործարանը կոմպոտների լայն տեսականին, պահածոների տեսականին եւ իհարկե գինիների, որոնք օրվա յուրաքանչյուր պահի կարող են ձեր տրամադրությունը բարձր պահել։ Եվ նաև չենք մոռանում առավոտյան կատնամթերք օգտագործել, իսկ անարատ կաթից պատրաստված կատնամթերք, ինչպես նաև պանիրների լայն տեսականի առաջարկում է Elola ընկերությունը։ Եվ այսօր ամբողջ եթերի ընթացքում եւ քանի որ ռադիոյի տոններ այսօր ես խոսեցի այն մասին, որ կարեւոր է էմոցիաները, որը մենք տալիս ենք մեր հեռուստադիտողներին եւ ռադիոլսողներին եւ այն մարդկանց, ովքեր միշտ մեր կողքին են եւ ունեն այդ խոսքերի եւ էմոցիաների կարիքը։ Այս ամենը փոխանցում է նաեւ արև բացիկները, որոնք ներկայացված են յուրաքանչյուրի համար։ Այս մեկը ներկայացված է հենց վերջին զանգի համար հատուկ շրջանավարտների։ Ներառված են այստեղ Թաթա Սիմոնյանի վերջին զանգ երգի բառերը, եւ տալիս տրված հնարավորություն, որպեսզի գրեք ձեր կողմից բառեր եւ իհարկե ետևի մասում QR կոդն է, որին պարզապես հեռախոսը մոտեցնելուց վայելում եք հենց այս երգը։ Բացիկները հարցրեք Kaiser սուպերմարկետում, Արև Քարց Instagram-ի էջում կամ պարզապես քաղցր եւ ծաղկաշատ վայրերում մայրաքաղաքի։ Դե իսկ ձեր լավագույն առիթներն էլ վստահեք Beauty Fabric-ի պրոֆեսիոնալներին, որովհետև իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ ու ձեր առիթը ամենամեծ տոնի կվերածեն։ Այո, այ հիմա եթերից հետո պիտի գնամ Նալբանդյան 37, որտեղ իհարկե Master Right Barber Shop-ն է, քանի որ ես այսօր պիտի ինձ կարգի բերեմ հենց վաղվա եւ հաջորդիվ եթերների համար ու վստահ եմ այդպես է լինելու, որովհետեւ վարպետները, բարբեր վարպետները պրոֆեսիոնալ պատրաստ են յուրաքանչյուրին իհարկե տալ հենց արագ գեղեցիկի տրամադրությունն ու տեսքը։ Եվ իհարկե ոճային կլինեք Դավնի խանութսրահի հետ միասին, այս շատ էսթետ խանութսրահն ունի երկու հասցե Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Այցելեք եւ գտեք ամբողջ նոր գարնանային տեսականուց ձեր նախընտրելի եւ ձեր ոճը ընդգծող հագուստը։ Իդեպ գործում են մեծ զեղչեր։ Դե նաև եւս մեկ անգամ շնորհավոր ռադիոյի տոնի կապակցությամբ բոլոր նրանց, ովքեր սիրում են ռադիոն, աշխատում են ռադիոյով եւ պարզապես լսում են ռադիո։ Ձայնի թագավորություն, տոնը շնորհավոր մարդիկ, ովքեր ստեղծում են այդ թագավորությունը, տրամադրությունը։ Մենք էլ մեր առավոտներն ենք ստեղծում ձեզ համար եւ կառուցում ձեզ հետ միասին եւ չենք մոռանում, Սոնա, որ այս ամենը պատրաստված էր սիրով։